հայ գերիները դատական բեմականացման այսպես միջով են անցնում, ֆարսի միջով են անցնում եւ ակնհայտ է նաեւ որ խոշտանգումներ են տեղի ունենում եւ այլն իշխանությունն ասում է հնարավոր անհնար ամեն ինչ անում ենք տեսանելի չեն պարզապես մեր ջանքերը նաեւ ասում են որ հետեւողականորեն գնում են խաղաղության օրակարգի հետևից որպեսզի նաեւ այս հարցի լուծմանը հասնեն դուք սա ինչպես եք գնահատում այս իրավիճակը եւ արդյոք տեսանելի են ձեզ համար ջանքեր Ես նախ համաձայն չէ որ նրանք ինչ հնարավոր է անում են եւ կարծեմ երեք էր արտգործնախարարի Աթոռ զբաղեցնող անձը ինչ որ թվարկում էր իր վերջի շրջանի ելույթները բայց ես խորհուրդ կտամ մի հատ հետնային մի քանի ամիս առաջ սեպտեմբերին ՄԱԿ-ի շրջանակներում երբ որ մասնակցում էին ամենատարբեր գագաթաժողովային միջոցառումների գերիների մասին բառ անգամ չհնչեց այսինքն այսօր մենք կարող ենք արձանագրել որ նրանք խոսում են որտեղ գիտեն որ հանրային մեծ ճնշում կա եւ բացի այդ նաեւ ակնհայտորեն իրենք տեղեկատվություն ունեն որ գերիներից որոշակի ճիշտ է սխալ վկայություններ են կորզվում խոշտանգումների միջոցով որը կարող է իրենց դեմ օգտագործվել ես դեռ պետությունը չեմ ասում հա իրենց դեմ անձնապես օգտագործվել եւ հիմա հանկարծ իրենց համար այդ խնդիրը դարձել է քննարկման առարկա երբ որ նույն անձնավորությունը արդեն վերջի 2 տարվա ընթացքում ուղղակի գերիների հարցով բացարձակապես ոչինչ ոչ հայտարարվել է, ոչ ասվել է, միակ բանը, որ իրենք արել են, գերիների խնդիրը օգտագործել են որպես բարտերային գործիք տարբեր զիջումներ ուրեմն իրականացնելու համար։ Վերջինը, որ իրենք հույս ունեն երևի թե Կիրանցի հանձնում այդ տարածքների հանձնում էր, բայց դրա դիմաց Ադրբեջանը արդեն այնքան է հղկացել, որ բացարձակապես նաև տեղիք չի տալիս ստանալով այն ամենը, ինչը որ նա դնում է այս իշխանությունների առջև։ Գերիները այո խոշտանգվում են։ Գերիները եւ մեր պատանդարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրանց Բաքվում գտնվելը այս պահին դա միջազգային իրավունքի եւ Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է, այսինքն դա հանցագործություններ են, որոնք դատապարտելի են միջազգային ատյաններում։ Այս իշխանությունը դրանց հետ կապված կարող էր հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ ուղղությամբ է շարժվում, որովհետև երեկվա Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մասին լուրը արդեն վկայում է, որ այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը ի կատարում են թուրք-ադրբեջանական թելադրանքի հույս ունենալով, որ ինչ որ մի չարաբաստիկ պայմանագիր ստորագրելու հնարավորություն կունենա, փորձում է դրանով, այսինքն միջազգային ատյաններում մեր միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան հայցերը, որոնք Ադրբեջանի կոկորդին ոսկորի պես կանգնած են եւ բացահայտում են Ադրբեջանի նրա ղեկավարության իրական դեմքն ու նպատակները, ինչը ցեղասպանական հանցագործություն իրականացնել է այլ ժողովրդին պատկանող տարածքների զավթումն է, որը դատապարտվում է միջազգային իրավունքով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, իրենք այդ, այսպես ասած, ադրբեջանական իշխանությունների երեսը պարզանելու հերթական այդ քայլը փորձում են իրականացնել, դրանով ոտնահարելով Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստան պետության շահերը։ Եվ սա մեծ խնդիր է եւ կարծում եմ բոլորը պիտի դեմ արտահայտվեն նման քայլին եւ ես հույս ունեմ, որ ի վերջո ինչպես այդ Եվրաքվե կոչված տխրահռչակ օրինագծի պարագայում իրենք հույս ունեմ մի քիչ խելքի են եկել եւ իրենց գործողությունների առումով կասեցրել են եւ չեն գնում սխալ ճանապարհով, այս առումով եւս ականջալուր կլինեն մասնագետներին եւ բանիմաց մարդկանց եւ կդադարեցնեն Ադրբեջանի քմահաճույքները բավարարելու հերթական քայլը, որովհետեւ դրանից հետո մեր ամբողջ պետական անվտանգային համակարգը սարսափելի հարվածներ է ստանալու եւ հայցերի հետ քաշում այո եւ մենք արդեն իրոք կանգնելու ենք Սյունիքի վրա հարձակման փաստի առջև եւ սա մեծ խնդիր է իրենք պիտի հասկանան ի վերջո որ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների շրջանում հարգվում եւ իրենց դիրքերը կարողանում են պահպանել եւ իրենց շահերը առաջ տանել այն պետությունները որոնք հանդես են գալիս բացառապես սեփական
պետության եւ ազգի շահերից, ոչ թե այլ պետության կամ այլ ուրեմն կենտրոնների շահերը սպասարկելով, որը հակընդդեմ է քո ազգի գոյության իրավունքին։ Սա պիտի ի վերջո տեղ գտնի այս իշխող խմբակի ուղեղներում եւ իրենք հասկանան, որ իրենց յուրաքանչյուր քայլով լինի դա լռություն, լինի դա կամակատարի պես թելադրանքի կատարում, նրանք մեղսակից եւ մասնակից են դառնում Հայաստան պետության արդեն ոչնչացմանը եւ հայ ժողովրդի հերթական ուրեմն ցեղասպանական գործողությունին, որը ես վստահ եմ ոչ Թուրքիան, որ Ադրբեջանը պատեհ առիթը լինելու պարագայում մի վայրկյան իսկ չեն հապաղի իրականացնել։ Դուք խոսեցիք Սյունիքի վրա հնարավոր հարձակման վտանգի մասին։ Նիկոլ Փաշինյանը կոմունիկացիաների բացման առաջարկներ է ուղարկել Բաքու, վերջին հոդվածով էլ անդրադարձավ սրան, ասում է Հայաստանը պատրաստ է իր բոլոր ճանապարհները բացել Ադրբեջանի առաջ, իհարկե ոչ Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության հաշվին։ Արդյոք սա ընդունելի տարբերակ չէ եւ արդյոք այսպիսով այդ այսպես կոչված միջանցքի թեման չի փակվում։ Միջանցքի թեման չի փակվում ոչ թե այն պատճառով, որ նա հոդված է ներկայացնում եւ փաստացիորեն ներկայացնում թեզեր, որոնք բնականաբար մեզ համար ընդունելի են, քանի որ որևէ մեկը չի կարող դեմ արտահայտվել հաղորդակցության ուղիների բացմանը, բայց խնդիրը նրանում է, որ այս իշխանությունը մուրում է այդ համաձայնությունը, փոխանակ սեփական դիրքերի վրա եւ ընդ որում այդ դիրքերը միջազգային իրավունքով ամրագրված դիրքեր են։ Ադրբեջան պետությունը, որը գոյություն չի ունեցել 100 տարի առաջ հանկարծ ինչ-որ հավակնություններ են ներկայացնում որևէ ազգերի լիգայի անգամ նշածով որևէ պատմականորեն հիմք չունեցող տարածքների հանդեպ եւ այստեղ փոխանակ մեր իշխանությունները հենվելով թե պատմական թե իրավական փաստերի վրա իրենք ամուր կանգնեն իրենց դիրքերում տպավորությունը որ իրենք խնդրում աղաչում են որպեսզի այդ ուրեմն համաձայնությունը ինչ որ մի կերպ ստացվի այստեղ խնդիրն է անում որ այն ինչ որ մեզ ներկայացվում է փաստացիորեն չի համապատասխանում այն համաձայնություններին, որ այս իշխանությունները կամ տվել են կամ փորձում են այդ տված համաձայնությունները շրջանցելով այլ իրավիճակի հասնել եւ այստեղ է որ մենք խնդիրներ ունենք Ինչ նկատի ունեք տարբեր այսպես պայմանավորվածություններ ասելով Սյունիքի այդ ճանապարհի հարցը Այո, ճանապարհի մենք կարող ենք փաստել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում կա որոշակի հանձնառություն, որից այս իշխանությունները խուսափել են եւ այդ խուսափելը արդարացնելու համար համաձայնեցին Լաչինի միջանցքը հանձնել Ադրբեջանի տնօրինությանը, հետո էլ ուրեմն Կորնիձորի հատկահատված ամբողջովին հանձնել Ադրբեջանի տնօրինությանը եւ տարբեր այս վերջի 4 տարիների ընթացքում խոսույթներից մենք կարող ենք քաղել, որ նրանք համաձայնություն են տված եղել դա երրորդ ուժի վերահսկողությանը հանձնելու, որը ենթադրաբար ի սկզբանե իրենք ակնկալել են, որ պիտի լինի ենթադրաբար թուրքական կամ այլ որոշակի ներկայություն, որից հետո արդեն նատոյական ներկայության մասին է խոսքը եւ վերջերս արդեն ամերիկյան ներկայության մասին է խոսքը եւ դա ձևակերպել են մասնավոր ինչ-որ ընկերությունների միջոցով որոշակի ֆունկցիաներ կատարելը, բայց այս ամենը համադրելով մենք եւ նաեւ 44 օրյայի ժամանակ այս կառավարության ղեկին նստած անձի ելույթները եւ հայտարարությունների բովանդակությունը հաշվի առնելով ես ենթադրում եմ, որ ակնկալվում էր, որ դեռևս 44 օրյայի ժամանակ երևի թե այդ միջանցքը պիտի բացվեր, ուղղակի մեր զինվորների անձնորած պայքարի շնորհիվ ոչ իրենց այդ ծրագիրը ամբողջովին Արցախին տիրանալու իրականություն դարձավ եւ առավել եւս Սյունիքով միջանցք բացելու իրենց ցանկությունը չկատարվեց, ինչի փորձերը եղան հետագայում թե 21-ի մայիսին մենք հիշում ենք առաջ խաղացումները, 22-ի ջերմուկի դեպքերն ենք հիշում եւ այդ ամենը մի համատեքստում պետք է դիտարկվի Ասում են պայմանագիրը, որը քննարկում են Բաքվի հետ, համաձայնեցված է մեծ մասամբ, այսինքն 17-ից 15 կետը արդեն համաձայնեցված է, 2 կետի շուրջ այսպես համաձայնության չեն գալիս, որից մեկը կարծեմ հենց այդ հայցերի հետ քաշումն է։ Ինչ է կարծում մոտ ապագայում հնարավոր կլինի ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնել Բաքվի հետ եւ ինչ կտա, եթե հնարավոր լինի, ինչ կտա այդ փաստաթղթի ստորագրումը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի համար կենսական բոլոր խնդիրները այդ փաստաթղթից հանված են, ես նկատի ունեմ թե Արցախին վերաբերող հարցերը եւ հիշենք այս
իշխանական խմբակի ներկայացուցիչների հայտարարությունը 20 թվականի պատերազմից հետո, որ հիմա մենք կարող ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եւ Արցախի հայաթափումից հետո հայտարարությունները, որ պայմանագիրը ստորագրելուն ոչինչ չի խոչընդոտում, եւ այս իշխանության ղեկին նստած անձի վազեվազ կրենա դա հասնել այն հույսով, որ ինչ-որ փաստաթուղթ պիտի ստորագրեն։ Նրանք հանել են բոլոր խնդրահարույց հարցերը, դա թե Արցախին է վերաբերում, թե գերիների վերադարձին է վերաբերում, թե սահմանային ուրեմն սահմանազատման, սահմանագծման խնդիրներին է վերաբերում, եւ իրենք փորձում են դրանք զուգահեռ ինչ-որ գործընթացներով Ադրբեջանի քմահաճույքով ներկայացված քարտեզներով իրականություն դարձնել։ Այստեղ իրենք եթե նկատենք միջազգային ատյաններում հայցերի հետ քաշումը դա հայաստանյան փաստորեն իշխանությունների որոշելիքն է եւ այդ առումով իրենք խոչընդոտ չեն ուզում դառնալ այն պարագայում, երբ որ երրորդ երկրի ներկայությունը սահմաններին արդեն վերաբերում է արևմտյան ներկայացուցիչներին, որը բնականաբար այդքան ջանք գործադրեցին հապկից հեռանալու եւ արևմուտքի տակ զետեղվելու եւ դրա պատճառով մենք ստացանք ԵՄ դիտորդներին այստեղ քաղաքացիական անվան, բայց իրականում ռազմական հետագծով դիտորդներին եւ բնականաբար հաշվի առնելով իրենց հանձնառությունները արևմուտքի հանդեպ նրանք չեն ցանկանում, չեն կարող իրենց թույլ չի տրվում որևէ կերպ հրաժարվել այդ ներկայացուցիչներից, ել չեմ ասում, որ դա այդպիսի ուրեմն քմահաճույքների հերթական կատարումը արդեն լրիվ անզոր եւ զինաթափված վիճակի է հասցնում Հայաստանը։ Մենք չմոռանանք, որ այս իշխանությունները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի լուծարմանը եւ այստեղ եւս փաստացիորեն իրենք հերթական անգամ Ադրբեջանի ցանկությունն են կատարում ի թիվս սահմանադրությունը փոխելու իրենց հանձնառության, որը նպատակ ունի ընդհանրապես փաստացիորեն հայկական ինքնության տարրերը եւ հայ ազգի անկախության հռչակման իղձերն ու բաղձանքները ուղղակի ոչնչացնելու եւ մի կողմ դնելու փորձ անելով դա քողարկել եւ փաթեթավորել իրական Հայաստան ինչ որ անհասկանալի եզրույթով։